Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Չնայած Արման Թաթոյանի հրապարակած տվյալներին և մի շարք լրատվամիջոցների հետաքննություններին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ մեր երկրի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք չի կառուցվել։ Նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը իրականությանը չհամապատասխանող է որակել տեղեկությունները, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրքեր։ Թորոսյանի խոսքով շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100.000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ուղիղ թիրախիտակ է հայտնվել Սոտքի հանքավայրը։ Սա արդեն այդ նույն դիրքից դեպի մեր քաղաքացիական բնակավայր, մասնավորապես Կութ գյուղը, Վարդենիս համայնքի նրանց նորից էլի նշանառությունն է։ Նշված դիրքից Սոտքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կիլոմետր է, իսկ դեպի Կութ բնակավայր ընկած հեռավորությունը 6.4 կիլոմետր։ Ավելին, Կութ բնակավայրի եւ նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է լեռ կատարը 3008.5 մետր բարձրությամբ։ ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը Փարիզում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարի հետ։ Իր շարունակությունը անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման քննարկել ենք էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Թուրքիայի համագործակցության հնարավորությունները, հայտնել է Խուդատյանը։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, սա վարչապետի այս ձևաչափով երկրորդ ելույթն է Եվրոպական խորհրդարանում։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Մեր կարևոր խնդիրներից է նաեւ այն, որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Վերջերս Ադրբեջանը մեր եւս 4 հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ լուր դիվանագիտական աշխատանքը շարունակելուն, հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ լուր դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր 4 հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։ Մինչև այդ նա քաղաքացիներին սեր էր խոստովանել սիրո քաղաք Փարիզից։ Իսկ Արարատ Միրզոյանը Փարիզ աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի նորոգման աշխատանքներին։
ԻՀՊԿ-ն հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի վրա ամենախոշոր եւ ամենաուժգին հարձակման մասին։ Իրանը կիրառել է նոր Խորամշահր հրթիռներ 2 տոննա մարտագլխիկով։ Թիրախավորվել են Թել Ավիվը եւ Հայֆան։ Թել Ավիվի որոշ շրջաններում մասնակի անջատվել է էլեկտրաէներգիան, իրանական ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական աջակցության կենտրոնին, որը տեղակայված է Իրաքի ռազմական բազաների եւ Բաղդադի օդանավակայանի մոտ։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի Շայբա նավթահանքում։ Հրթիռներ են արձակվել Հորդանանի եւ Կատարի ուղղությամբ։ Գրոհներ են իրականացվել նաեւ ԱՄԷ-ում, Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլումթալը Իրանի հարցով փակ քննարկումից հետո հայտնել է, որ ամերիկյան զորքերի ցամաքային ներխուժում է նախատեսվում Իրան։ Դեմոկրատ սենատոր Քրիստ Մերֆին էլ ասել է, որ Իրանի դեմ պատերազմը սկսվել է Իսրայելի պատճառով։ Ըստ արաբական լրատվամիջոցների Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու 3 պահանջ։ Պատերազմի վերսկսման դեմ երաշխիքներ, միջուկային վառելիքի լիարժեք ցիկլին հասանելիություն եւ փոխհատուցում։ Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաչիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին։ Զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Հայաստանում Իրանի դեսպանությունն է տեղեկացնում։ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ոտքերից այն նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվեց Ալի Խամենեին։ The New York Times-ն է գրում։ Իրանական աղբյուրները հերքում են այս տեղեկությունը։ Դուբայի օդանավակայանի մոտ 2 ԱԹՍ է ընկել, կա 4 վիրավոր։ Այս պատերազմը պետք է դադարեցվի նախքան այն կսրվի եւ կհրկիզի ամբողջ տարածաշրջանը, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Նա ասել է, որ դրա համար մեծ դիվանագիտությանը պետք է հնարավորություն տրվի։ Կուսակցությունների անցողիկ շեմն իջեցվել է 4%-ի, դաշինքներինը բարձրացվել 8-ից մինչև 10%-ի։ Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ներկայացրել է ԿԸՀ նախագահը։ Մինչև 3 կուսակցություն, դրանք 8% շեմի ներքո են, մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8% շեմի ներքո են ընկնում, 3 եւ ավել կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% շեմը պիտի հաղթահարեն անցողիկ շեմը։ Եվ մյուս փոփոխությունը կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, նախկինում 10 միլիոներ իջեցվել է 7.5 միլիոնի։ Դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Սա այն ժամանակ արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացման, այսինքն գաղափարակից քաղաքական ուժերը ավելի հակված լինեն, այսինքն օրենսդրությունը նպաստի դրան, որպեսզի ավելի հակված լինեն միավորվելու եւ խոշոր կուսակցությունները խոշորանան։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ եւ հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած արտաքին հետազոտության ծառայությունը 3 մի տարօրինակ հայտարարություն տարածեց այն մասին, թե այլ երկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում սպասվող ընտրական գործընթացներին միջամտելու նպատակով։ Այլ երկիրը բնականաբար Ռուսաստանն է, որի անունը վախենում են տալ, բայց որտեղ հատուկ ծառայությունների անունից տարբեր դերակատարներն աշխատում են, որ հայազգի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց մղեն աջակցելու ընտրություններին մասնակցող որոշ ուժերին։ Նշենք, որ իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր հազարավոր հայեր Ռուսաստանից ընտրություններից առաջ գալու են Հայաստան եւ իրենց քվեն տալու են ընդդիմությանը, մասնավորապես Սամվել Կարապետյանի ուժին։ Իշխանական մեր աղբյուրը բացահայտեց, որ այս հայտարարությամբ հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար։ Եթե ընտրությունների շեմին սոցհարցումների արդյունքներն այսօրվա պես աղետալի պատկեր արձանագրեն ՔՊ-ի համար։
Հրապարակը գրում է, ԿՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը իշխող թիմում միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թմրանյութի թեստ հանձնել։ Ասում են նախընտրական ցուցակում էլի կան նման թեկնածուներ, որոնց կասկածում են սիստեմատիկաբար թմրամիջոց օգտագործելու մեջ, եւ Փաշինյանը մի քանիսին էլ ասել է թեստ հանձնեք։ Մեզ ասացին, որ կասկածյալներին Փաշինյանն ասել է, որ պատգամավոր դառնալու ախորժակ չպահեն, բայց անգործ չեն մնա ընտրություններին լավ աշխատելու դեպքում հետագայում գործադիրում պաշտոն կստանան։ Փաստը գրում է, վերջին շրջանում չափազանց ակնհայտ է գործող իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի որոշակի պասիվությունը հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։ Ավելին Փաշինյանը մասնակցում է պատարակների, որտեղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չեն զեղչում, թեպետ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե իր համար դա սկզբունքային հարց է։ Մեր աղբյուրների փոխանցման Փաշինյանի այս պաուզայի գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական տրամաբանությունը, այլ նաեւ IR-ի օրերս հրապարակած հարցումը, որի արդյունքները Փաշինյանական իշխանությունն ավելի վաղ էր ծանոթացել։ Մասնավորապես 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման արդյունքներով հարցվածների 61%-ը գոհունակություն է հայտնել հայ առաքելական եկեղեցուց, ընդ որում 2025 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 58%։ Սա վկայում է, որ գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավը հոգևորականների դեմ իրավապահ գործիքակազմի կիրառումն ու այլ ճնշումները Փաշինյանի ցանկալի արդյունքները չեն տալիս։ Նույնիսկ ընդհակառակը, սա չի նշանակում, որ Փաշինյանը դադարեցրել է հակաեկեղեցական արշավը։ Հակառակը մեր աղբյուրների փոխանցմամբ հիմա անցել են տակից գործելուն, մասնավորապես հայ ֆինանսական շարժերին հետևելով, կեղտեր գտնելով, մի խոսքով շոշափելի դոսիեներ հավաքելով, որպեսզի պետք եղած ժամանակ նոր ուժով հարձակվեն եկեղեցու վրա։ Ժողովուրդը գրում է, առողջապահության փոխնախարար Լենան Անուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։ Ռիլը, որը մի քանի օր առաջ համացանցի ուշադրության կենտրոնում էր, ջնջվեց նախարարի պահանջով։ Նանուշյանն այժմ միայն պաշտոնական հաղորդագրություններով է կիսվում իր էջում, փորձելով այդպես ակտիվություն ապահովել։ Նախարարության ներսում պտտվող տեղեկություններով փոխնախարարի դիրքերը թուլացել են, իսկ քաղաքական թիմում ոմանք արդեն նրան համարում են գնացած։ ԿՊ քաղաքական շրջանակներում Նանուշյանի պահվածքը լավ չի ընդունվել, քանի որ դրանից հետո ավելի է ակտիվացել ընդդիմության քննադատությունը։ Համացանցում են հայտնվել Փուքեյթի օդանավակայանում Բոյինգի կոշտ վայրեջքի կադրերը, թռիչքուղին ժամանակավորապես փակվել է։ Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, լավայի շատրվանների բարձրությունը հասնում է 350 մետրի։ Մարկո Ռուբիոն կրում է չափազանց մեծ կոշիկներ, որոնք Թրամփը պատվիրել է նրա համար պարզապես կռահելով ոտքերի չափսը, գրում է The Times-ը։ Թրամփը դաշնակիցների համար գնում է $145 արժողությամբ Florsheim բրենդի դասական կոշիկներ, օգտագործելով այս նվերները որպես թեթև և հումորային միջոց, իր շրջապատում հավատարմությունն ու միասնությունը խրախուսելու համար, գրված է հրապարակման մեջ։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։